ցանկացած վարկ պետք է զեկուցի ֆինանսների նախարարությունը։ Հիմա ծրագիրը, որը դուք ներկայացնում եք կուտակիչների կառուցումը, իհարկե շատ կարևոր է, ելի եմ ասում, մանավանդ հաշվի առնելով, թե ինչ ռիսկի առաջ կանգնեց ատոմակայանը ոչ վաղ անցյալում։ Իհարկե դա կարևոր է, բայց սա ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն է, տարածքային կառավարման ենթակառուցվածքների գյուղատնտեսության բնապահպանության հանձնաժողովը չի, որտեղ ներկայացվի, թե ինչ կարևոր է մեր էներգետիկայի համար կուտակիչները։ Եվ դա համար սեղ պետք է լիներ ֆինանսների նախարարի համարժեքությունը պահելու համար, որտեղ առողջապահության նախարարությունը գալի վարկային հայտ է ներկայացնում, տարածքայինը գալիս է վարկային հայտ է ներկայացնում, սա ընդունելի չի, որովհետև ինձ հետաքրքիր է ինստրումենտը, քանի տոկոսով է կառավարությունը կենտրոնական բանկին այդ փողը տալի, ինչ պայմաններով է տալի, ինչ պայմաններով է կենտրոնական բանկը դա տալիս մասնավոր բանկերին, ովքեր են շահառուները, առավելագույն սահմանաչափը։ Այսինքն սա ֆինանսական ինստրումենտ է, ֆինանսական հանձնաժողովը ֆինանսական հարցը պետք է քննարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս հարցը, որ մենք էլ ենք տվել այս հարցը, թե ինչի մենք ներկայացնենք, ոչ օրինակ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը կամ ֆինանսների նախարարությունը, չէ, այդ հարցը, որ տալիս եք, քանի ամիս առաջ ես եմ տվել, հիմա պատճառները ասեմ, նախ սկսենք նրանից, որ հիմնական պատճառը, այո, ոլորտային որպես նայում ենք վերականգնող էներգետիկա, ուղիղ տկեն նախարարություն, եթե վարկային համաձայնագիր, ուղիղ ֆինանսների նախարարություն, բայց այդ դեպքում ինչու էկոնոմիկայի նախարարություն, մի քանի պատճառներով, առաջինը այն, որ մենք ենք այս համաձայնագրի գաղափարը ծագել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նիստից եւ որին համանախագահողը էկոնոմիկայի նախարարն է եւ ըստ էության process-ի մեջ նախանձախնդիր շահագրգռվածությունը ըստ էության էկոնոմիկայի նախարարությունն է տարել, հետագայում իհարկե նաև մի քանի կոմպոնենտներ փոփոխության են ենթարկվել, այդ թվում մեխանիզմների մասով կամ բովանդակության մասով կամ շեշտադրումների մասով, եւ այս առումով իհարկե սա է պատճառը, բայց մենք հիմա ներկայացնում ենք կառավարությունը, այսինքն այդ առումով շատ չեմ կարծում, որ ձեզ համար շատ էական նշանակություն ունի, թե որ նախարարն է ներկայացնում, որտեղ որ նախարարն է ներկայացնել, կառավարությունն է ներկայացնում։ Իսկ կոնկրետ այս դեպքում հանգիստ եղեք, եթե հիմա ֆինանսների նախարարը նստած էր, պարոն Խաչատրյան ասել էր, հասկացանք տոկոս բան, բայց մարդիկ չիմանան ինչի համար ենք այս վարկը, վերցնում ուրա գնալու ի վերջո։ Այդ նույն հարցերը հակառակ բովանդակության մասով կարող էին ծագել, հետևաբար Պարոն Վարդանյան, դուք էլ արդեն էքստրասենսոր հնարավորություն ունեցաք Նիկոլ Փաշինյանի նման, թե ես ինչ հարց կտայի։ Ես կոնկրետ ասած էքստրասենսությամբ հələ որ ձեր քաղաքական թիմին ոչ ոք չի հասնի, ճիշտ է, միշտ սխալ տեղ եք խփում, բայց ամեն դեպքում փորձում եք սովորեք, բայց լավ չեք սովորել դեռ։ Ես կոնկրետ հարց եմ տալիս, շահառուն, քանի տոկոսով է բանկից վարկը ստանալու։ Հա? Բացում եք մենք վերցնում ենք, տալիս ենք բանկին, բանկը տալիս է ՓՄԶ-ներին։ Ես եմ հասկանում, հա, բայց այս նախագիծը այն մասին է, որ այդ երկու պետությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն մենք ունենում ենք այսինչ ֆինանսավորումը։ Հիմա ասում եք, այդ քանի տոկոսով է վարկառուն բանկից առևտրային ստանալու, դա հետագա ընթացքի հարց է։ Այսինքն կառավարությունը տոկոսադրույքը դուք պետք է հասկանաք, այս բանին ինչ տոկոսադրույք է պետությունը պարտադիր։ Ոչ, այսինքն դուք կարծում եք, որ պետությունը մտնում է պարտավորության տակ, առանց իմանալու քանի տոկոսով դա վերջը գալու հասնելու բանկին, բանկը ինչքանով է վերցնելու, շահառուին ինչքանով է տալու, դա չիմանանք։ Դուք ասում եք շատ կարևոր է, ՓՄԶ-ները պետք է գան, կուտակիչ առնեն, որ անկած վարկը դուրս գա 42.5%։ Չէ, պարոն Խաչատրյան, կարելի է։ Հա, զրոությունինը կառավարությունն է վերցնում, ասեմ շահառուն, վերջնական շահառուն, վարկառուն, քանի տոկոսով է վերցնում։ Որ այդքան դուրս գա, բանը սպառողը չի վերցնի այդ վարկը, պարոն Խաչատրյան։ Եվ դա մնալու է կառավարության վրա։ Այն վարկը էս է, պարոն Խաչատրյան, այս վարկի մասն ենք խոսում։ Այս վարկը սենց թե նենց կառավարությունը եկել է, որ վերցնի։ Ոչ, կառավարությունը վերցնում է, տալիս է, բանկերը դա բան են, տալիս են
հետագա ձեռնարկատերերին ստանում են գումար, տալիս են կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը տալիս է կառավարությանը, որ կառավարությունը փակի։ Ձեռնարկատերը շահույթ են ստանում, դրանից ստանում ենք հարկեր, այդ ստացած հարկերով էլ փակում ենք։ Եվ, բայց ինչքանով է ասում ձեռնարկատերը Չէ, այդ հասնե բերը ինչքան հարկ էին ի վերջո վճարելու այդ ձեռնարկատերերը, որ հասկանայինք արդյոք այս վարկը մնալու է Այդպիսի մոդելավորում բազմաթիվ ստեղ վարկային պայմանագրեր են զեկուցվել եւ ասվել է վերցնում ենք այսքան տալիս են կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը այսքանով տալիս է վարկ բանկերին։